Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երրորդ շաբաթը շարունակվող Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմը անցյալ խնդիրները ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Առայժմ խոսքը լոգիստիկ ուղիների կապվածահար լինելու մասին է։ Ապրանքաշրջանառության մասին խոսելիս հայկական քննարկումներում միշտ շեշտվում է Վերին Լարսի կարևորությունը, բայց իրանական ուղղությունը մեր պետության համար եւս էական նշանակություն ունի։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտավորապես 25%-ը միայն բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Չինաստանին։ 4-ից 7%-ի շրջանակներում տարբեր ժամանակահատվածներում Իրանի հետ է եղել մեր առևտրաշրջանառությունը, այսինքն եթե հանրագումարի ենք բերում Իրանի ճանապարհներից օգտվելով առևտրաշրջանառությունը արտաքին, 30-35%-ը գերազանցում է։ Դեռ օրեր առաջ Հայաստանի պաշտոնական շրջանակները բավականին հանգիստ էին արձագանքում Իրանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում ներկրում արտահանումների վերաբերյալ հարցերին։ Տվյալը, որ Իրան Իսլամական Հանրապետության ճանապարհի հետ կապ 180 բեռնատարկա չի համապատասխանում իրականությանը։ 11 բեռնատարկա այս պահին, որը շատ սովորական եւ ամենօրյա իրադրություն է։ Արտակարգության որևէ առիթ չեմ տեսնում, ամեն ինչ աշխատում է բնականon ռեժիմում։ Մասնագետները սակայն նշում են, որ պատերազմը շարունակվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է բախվել երկարաժամկետ բացասական հետևանքների։ Հայաստանյան շուկաներում արդեն նկատվում է որոշ ապրանքների գների աճ, ինչպես նաև խնդիրներ այն ոլորտներում, որոնց աշխատանքը կապված է Իրանից ներկրվող հումքի հետ։ Երկու երկրների միջև ներմուծման արտահանման ծավալները փոքր չեն։ Երբ որ միանգամից Չինաստան պատվիրում ենք ու գալիս է Բանդարաբասից միանգամից ցամաքային ճանապարհով տրանսպորտային միջոցներով, այսինքն գալիս հասնում է Հայաստան բեռը։ Եթե կան խոշոր կորպորացիաներ, որոնք որ տարածաշրջանային իրենց ներկայացուցիչը պայմանականորեն գտնվում է Դուբայում, գալիս է Դուբայ հիմնական պահեզ, Դուբայից այնուհետև բաշխում է կատարվում։ Եվ շատ պատվերներ արդեն իսկ արգելափակված են, նույնիսկ Չինաստանում եւ Դուբայում պատվերները չեն տրվում, որովհետեւ գիտեն ճանապարհների հետ կապված խնդիրներ կա։ Գործարարները հիմա փնտրում են այլընտրանքային ճանապարհներ պատվիրված, բայց Իրան այդպես էլ չտեղափոխված բեռները Հայաստան հասցնելու համար։ Քննարկվում են մի քանի հնարավոր տարբերակներ, այսպես թե այնպես ակնհայտ է, որ երթուղու արժեքը ներառվելու է ապրանքների գնի մեջ։ Վերջին տարիներին Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի հիմնական գնորդը Չինաստանն է եւ օգտակար այդ հանածոյի արտահանումը եւս իրականացվում է Իրանի տարածքով։ Կան տեղեկություններ, որ հիմա արդեն հանքանյութի կորզված պաշար կա, որը պատրաստ է արտահանման, բայց հասկանալի պատճառներով պրոցեսը կանգնած է։ Ապրանքներ, որոնք որ ցամաքային ճանապարհով հնարավոր կլինի փոխարինել, բայց կա երկու ճանապարհ, կա Ռուսաստան, Ռուսաստանից Վրաստանի միջոցով գա Հայաստան, կամ թեքի Ադրբեջանի միջոցով գա Հայաստան։ Բնականաբար խաղաղության օրակարգը առաջ մղելու համար կօգտագործեն այդ հնարքը, որպեսզի ցույց տան իբր թե Ադրբեջանի հետ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ։ Պատերազմի ձգձգման դեպքում փորձագետների կարծիքով պետությունը պետք է նախաձեռնի հանդիպումներ բիզնեսմենների հետ, լոգիստիկ պրոցեսները համակարգելու համար։ Հակառակ դեպքում հետագայում շատ բարդ է լինելու սպառողական շուկաներում զսպել գնաճային ռիսկերը։ Ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմ է։ Իսկ Բաքվում ինքնիշխան Հայաստանն են անվանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանի գնահատման վտանգավոր պրոցես է, ընդ որում վարչապետը նշում է, Ադրբեջանում սա պարզապես ներքին խոսույթ չէ։ Ուրեմն նախաստորագրված խաղաղությունը միայն ամերիկյան թղթերին մնաց, ըստ գործադիրի ղեկավարի պրոցեսը դեռ հասկանալ է պետք։ Անելիք ունենք նաև մենք, Փաշինյանի խոսքով, ռազմավարական գործարքի պետք է գնանք Ադրբեջանի հետ։ Պետք է այդ պրոցեսը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Պրոցեսի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետքա սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է, որ մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք։ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց Արդարադատության նախարարի գլխավորած բարեփոխումների խորհուրդն առայժմ որոշում չունի մայր օրենքի նախաբանի հետ կապված, որտեղ էլ հղում կա մեր պետության անկախության հռչակագրին։ Իսկ սա հիշեցնեմ, այն փաստաթուղթն է, որը մնացել է Ադրբեջանի նախագահի կոկորդին։ Խաղաղության պայմանագրին Ալիևը չի մոտենում, տեքստի տակ ստորագրություն թողնելուն պատրաստ չէ։ Իբր այս պատճառով, չնայած Հայաստանի կառավարության հավաստիացումներին, սահմանադրական դատարանի դիրքորոշմանը Բաքվում համարում են, թե մեր երկրի
անկախության հռչակագիրն այնուամենայնիվ տարածքային պահանջներ է դնում իրենց դեմ, եւ թեպետ սահմանադրական բարեփոխումների խորհրդում հռչակագիրը մայրօրենքի նախաբանում պահել չպահելու հարցը քննարկման նույնիսկ դեռ չեն առել, Փաշինյանը վերահաստատում է, սա կոնֆլիկտի հռչակագիր է, նույնիսկ կախվածության, ուրեմն պետք է հրաժարվենք։ Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետեւի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Բայց Ադրբեջանի սահմանադրությունն էլ իր հերթին հավակնություններ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Տաբուշ, Վայոց ձորից Շիրակ, իրենց մայրօրենքում էլ հղում կա 1918-ից 20 թվականների, այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության երբեմնի նպատակներին։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի սահմանադրության հղումն իր անկախության հռչակագրին խնդիրներ է ստեղծում խաղաղության համար, իսկ ադրբեջանական փաստաթղթի ձևակերպումը ոչ։ Լրագրողի այս հարցը վարչապետն անպատասխան թողեց։ Ինչ վերաբերում է հարևան Իրանի հումանիտար օգնություն ուղարկելուն, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է, կարիք լինի Իսլամական Հանրապետությունից խնդրանքի չեն սպասի, աջակցության ձեռքը միանգամից կմեկնեն։ Վերոնիկա Զոնաբենդը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին նամակ է հղել խնդրելով պարզաբանել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավական կարգավիճակը։ Նա նշել է, որ ընտանիքները ավելի քան 2 տարի զրկված են տեսացություններից, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ կազմակերպությունը, որը այցելում էր նրանց, 2025-ից դադարեցրել է գործունեությունը երկրում։ Նամակում Զոնաբենդը ընդգծում է, որ կարևոր է հասկանալ գերիները միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում ինչ կարգավիճակ են ունեցել, ռազմագերի, կալանավորված անձ թե այլ։ Նրա խոսքով դա կօգնի ընտանիքներին հստակ պատկերացում ունենալ եւ կբարձրացնի վստահությունը նրանց իրավունքների պաշտպանության հարցում։ Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստը արդեն պատրաստ է, այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Այն նախատեսվում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում, որից հետո կորոշվի հրապարակման հարցը։ Նախագիծը պահպանում է գործող պարլամենտական կառավարման համակարգը, սակայն նախատեսում է իշխանության թևերի ավելի լավ բալանսավորում, ազգային ժողովի վերահսկողական մեխանիզմների ուժեղացում, ինչպես նաեւ դատական ոլորտում նորություններ, երթվյալ ատենակալների ինստիտուտ, գործերի երկաստիճան բողոքարկում եւ ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորություն։ Գլոբալ առումով սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին մենք չունենք հայեցակարգ, մինչդեռ եթե վերցնենք, որ այսօր արդեն մենք մարտ ամիսն եւ ամռանը ստացվում են փոփոխություններ, ենթադրվում է, որ որոշակի հայեցակարգ պիտի հասանելի լիներ։ Մենք ինֆորմացիոն հասանելիության մասով ունենք շատ լուրջ խնդիր, թափանցիկության հաշվետվողականության։ Եթե մարդն ունի պարտք եւ չի կարողանում այն վճարել, ինչ քայլերի է դիմում։ Ներգրավում է նոր պարտքեր կամ հույս է տալիս պարտքատիրոջը, որ մի օր ի վերջո կմարի այն։ Շատերն էլ դատարանի միջոցով պարզապես ճանաչվում են սնանկ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում այս վերջին քայլին գնացողների թիվը քիչ չէ։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը ֆիզիկական անձանց դիմում է։ Հիմա ունենք մի իրավիճակ, որ անձը կարող է զուտ բերել պայմանագիր, ցույց տալ, որ ինքը այդ պայմանագրով չի կարողանում վճարում իրականացնել, եւ դատարանը անձին սնանկ է ճանաչում։ Կա հավանականություն, որ սնանկության գնացողների մի մասը դիմում է այդ քայլին անբարեխիղճ նկատառումներից ելնելով, այսինքն մարդիկ իրականում լավ էլ կարողանում են փակել իրենց պարտքերը, բայց ինչու զրկվել փողերից, որոնք կարող են մնալ գրպանում։ Սնանկության վարույթից եկող դժգոհությունները հիմնականում հանգում են նրան, որ այս ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու չարաշահումների, կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման տանելու գործիք։
Այստեղ սակայն պարզ չէ, թե սնանկության գնացողների որ տոկոսն է այդ գործընթացին ֆիկտիվ դիմում։ Մյուս կողմից այդպիսի վիճակագրություն չի էլ կարող լինել։ Կեղծ սնանկությունների համար, կանխամտածված սնանկությունների համար քրեական օրենսգրքում միշտ եղել է եւ կա համապատասխան հանցատեսակ շարադրված, գնացեք բացահայտեք, հիմնավորեք, դատեք մարդկանց, այսինքն գնալ միանգամից բոլորին փրթելու այսպես եղանակով դա անհասկանալի է։ Հիմա կառավարությունը խնդիրը լուծելու միջոցն է մշակել։ Օրինագիծ, որով սնանկության process-ը էականորեն բարդանալու է։ Դատարանները հնարավոր է շատ ավելի հաճախ մերժեն սնանկության դիմումները։ Դատանը կարող է բարձել պարտապանի ֆինանսական վիճակը, ստուգել նախկինում կատարված գործարքները, գույքի օտարումները, որպեսզի բարձի արդյոք պարտապանը իր գործողություններով չի հանգեցրել նման իրավիճակի։ Արդյունքում, եթե նման կասկածներ են լինել, ապա սնանկության դիմումը կարող է մերժվել։ Փորձագետների կարծիքով այս փոփոխությունների հիմնական շահառուները ֆիզիկական անձիկ չեն, ոչ էլ պետությունը։ Հարկայինը իր հասանելիքն այսպես թե այնպես ստանում է։ Հիմնական շահառուները բանկերը ու վարկային կազմակերպություններն են։ Նախատեսում ենք, որ պարտավորությունը նախ եւ առաջ պետք է փորձ կատարվի բռնագանձել դատական կարգով, որպեսզի նաեւ մենք բացառենք պրակտիկայում շատ դեպքերում ֆիկտիվ պայմանագրերի հիման վրա սնանկ ճանաչելու այդ արատավոր պրակտիկան։ Ներկայիս կարգավորման արդեն մի քանի տարի փոխառության պայմանագրերը վավեր են, եթե կա բանկային փոխանցում գումարի, այսինքն եթե չկա բանկային փոխանցում, դա առ-ոչինչ գործարք է։ Այս process-ի խստացման հետ կապված մի խնդիր կա։ Սնանկության գործընթացին չդիմող պարտքեր ունեցող անձինք նույնիսկ հետագայում ֆինանսական առողջացման հնարավորություններ ունենալու դեպքում փորձելու են ամեն կերպ թաքցնել դա, պարտատերերի ֆոկուսում չհայտնվելու համար։ Սրան էլ հետևում են չգրանցված աշխատանքը ու չգրանցված եկամուտները, process-ներ, որոնցից պետությունը միանշանակ տուժում է։ Հայաստանում պաշտոնապես հայտարարված է, ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթությունից։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, այս նպատակը դեռևս չի դարձել ամբողջությամբ իրագործված։ Որոշ պաշտոնյաներ վստահեցնում են, կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ընդգրկում է երեխաներին, բայց այլ տվյալներով պատկերն այլ է։ Հատկապես ավագ դասարաններում դպրոց հաճախելը այլևս համատարած չէ։ Դեռևս 2022 թվականին UNICEF-ը հրապարակել էր վերլուծություն, ըստ որի դպրոցահասակ տարիքի յուրաքանչյուր 10 երեխայից մեկն ընդգրկված չէ տարրական կամ միջին դպրոցում։ Կրթության ոլորտի մասնագետների խոսքով այս իրավիճակը երեխաների համար ստեղծում է մի շարք լուրջ ռիսկեր։ Կրթության բացակայություն, սոցիալական մեկուսացում, ապագայի սահմանափակումներ, ռիսկային միջավայր ընկնելու վտանգ, հոգեբանական խնդիրներ։ Առաջինը սոցիալական խնդիրների պատճառով կարող են դպրոց չհաճախել հատկապես բարձր լեռնային, հեռավոր ու սահմանամերձ շրջանների երեխաները, ասում է փորձագետը։ Մյուս խնդիրը, որ էլի ծնողները բարձրաձայնում են, դա այն է, որ երեխաները ավելի լավ է օգնեն ծնողներին աշխատանքի առումով, իրենց բառերն եմ ասում, հաց վաստակեն ընտանիքի համար, քան թե գնան դպրոցում սովորելու։ Փորձագետի խոսքով այս երեխաները օգնելով իրենց ծնողներին դպրոց գնում են հիմնականում միայն ձմռանը, երբ շատ գյուղատնտեսական կամ անասնապահական խնդիրներ չկան։ Մյուս խնդիրը, որը տարածված է բարձր դասարաններում, կրկնուսույցի մոտ գնալն է, որն առավել տարածված է քաղաքային բնակավայրերում։ Իսկ վերաքննիչ պալատի անցյալ տարվա տվյալներով Հայաստանում դպրոցահասակ երեխաների 20%-ը դպրոց չի գնում։ Երեխայի իրավունքները միանշանակ խախտվում են, պնդում է փաստաբանն ու հավելում։ Օրենքով սահմանված է, որ անչափահասները կարող են ներգրավվել աշխատանքներում, սակայն երեխաները մեծահասակ մարդկանց նման են աշխատում մարզերում, զրկվելով կրթություն ստանալու լիարժեք իրավունքից։ Միանշանակ թրաֆիկինգ որոշ դեպքերում կարող է դիտարկվել, որովհետև անչափահասը չունի այն ֆիզիկական հատկանիշները առնվազն, որպեսզի ծանր աշխատանք կատարի։ Փաստաբանն ասում է, օրենքի համաձայն նման դեպքերում խնամակալության մարմինները պարտավոր են միջամտել, սակայն գործնականում խնդիրները հաճախ մնում են չլուծված։ Մինչդեռ օրենքը հստակ է, յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք, բայց այդ իրավունքը լիարժեք չի ապահովվում։ Հարյուրավոր երեխաների ապագան շարունակում է մնալ վտանգի տակ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում օրենքը թույլ է տալիս երեխային դպրոց չտանելու համար զրկել ծնողական իրավունքներից։ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում լարված իրավիճակ է։ Վերջին օրերին այստեղ մեծ թվով նորածին գառներ են սատկում, լուրջ վնասներ պատճառելով գյուղացիներին։ Բնակիչները պատմում են, թե խնդիրը սկսել է հանկարծակի եւ օրերի ընթացքում կորուստները շարունակել են աճել։ Օրական 20-30 ոչխար է անկում։ Էսի ցելի ապրուստ, էսի գնաց, էսի ինչ պիտի անի։
վարկ ունենք տալու, տոես ունենք, այն ունենք, էլի ո՞նց պիտի փակվի։ Զանգում ենք այդ ասում, հույս են տալիս, ինչ գնաց, ինչ մնաց, всё։ Այն օր եկել են ասում են ձեզ համբերություն։ Այդ ձեզ ինչ կա, ձեզ ոչ մի բան չի անում։ Գյուղացիները պնդում են, մինչև օրս հստակ պատասխան չեն ստացել համապատասխան կառույցներից, թե որն է այս խնդրի պատճառը։ Նրանց խոսքով անասնաբուժական ծառայությունները չեն տրամադրել անհրաժեշտ բուժման հստակ ցուցումներ, ինչի պատճառով ստիպված են եղել սեփական միջոցներով դեղորայք ձեռք բերել։ Ոչ բուժման տարբերակ են ասում, ոչ էլ վակցինացիայի։ Վարկերով ձեռք բերված անկած կենդանիների համար փոխհատուցում են ուզում։ Այնա գինել մի ամանը 4500 դրամ։ Ու սենց ամեն օր դեղեր առ, լիցես անասունի փոլը ու անիմաստ անարդյուն։ Դեպքի մասին տեսչական մարմինը տեղեկացվել է անմիջապես եւ անմիջապես էլ քայլեր է ձեռնարկել եւ անկած կենդանիներից վերցվել են նմուշներ տարբեր լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է Թեյլերոզ հիվանդությունը, դիզայն հիվանդությունը եւ խնդիրը հետեւյալն է, որ հիվանդությունը ինքը կարանտինային չի համարվում եւ բնականաբար դրա բուժման ծախսերը պետք է հոգա ինքը կենթանատերը։ Սա ԱՏՄ-ից նաև ասում են, որ այլ բնակավայրերից գառների անկման ահազանգեր չեն ստացել։ Համայնքի բնակիչները չեն վստահում այս պարզաբանմանը եւ պահանջում են հստակ պատասխաններ։ Տուժածների գնահատմամբ արդեն իսկ կրել են ավելի քան 10 միլիոն դրամի վնաս։ Համայնքի ղեկավարը միայն հայտնում է, նախարարությունից եկել խնդրին իրազեկվել են։ Կարող է ես ունենամ նորից գառներ, երկու հատ սատկի ուրիշ բանից, գառը միշտ էլ այդ անկումը կա։ Ես մտածեմ, որ հարևանինս եղել է, իմն էլ սկսվավ, իմն է կսատկի։ Սա պանիկայի մեջ են ընկնում ժողովուրդը, բայց հələ որ չկա։ Քարակերտում իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Բնակիչները ակնկալում են, որ պատասխանատու գերատեսչությունները շուտ ապույտ կհստակեցնեն պատճառները եւ կաջակցեն վնասներ կրած գյուղացիներին։ Աբովյանցիները զայրացած են այս լցակայանը, որը գտնվում է Աբովյանում հայտնի բենզինների խաչմերուկում, ըստ բնակիչների իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, բայց քաղաքային իշխանությունը ապամոնտաժել չի կարողանում, քանի որ այդ լցակայանի սեփականատերը դիմել է վարչական դատարան ու որոշում է կայացրել, որ մինչև դատական վճիռ այն չպետք է ապամոնտաժվի։ Աբովյանցիներն ասում են, վճիռը կայացվել է առանց իրենց մտահոգությունը հաշվի առնելու։ Վերացնեն, որտեղ բոլորն էլ հանել են, ինքը ծաղիկ չի։ Հիմա սա իրոք հանգարում, ժողովրդին մեզ է պահին, հետևը ատամնաբուժա, բնակելի շենքակողքը բանկերա, այդ դեպքը աստրատ մի արած է, որ կատարվի։ Շարժը շատ է։ Շատերը գիտեն, որ տարիներ շարունակ բենզինների խաչմերուկի դեմ բնակիչները պայքարել են, ու Աբովյանի քաղաքապետի շնորհիվ այդ հատվածում գտնվող բոլոր լցակայանները ապամոնտաժվել են։ Փոխարենը քաղաքապետարանը բարեկարգել է տարածքը։ Բնակելի վայրում չլինի նման կառույցներ ու մեր քաղաքապետը աշխատում է այն բանի համար, որ ամեն ինչը գեղեցիկ ու ապահով լինի ժողովրդի համար։ Թույն է փակել, այն փակել չասացի։ Վնասա, 16 ցանկալի չկա, հարյուրավոր մարդ կա ապրում, երեխա։ Աշխատանքները, տեսեք, ընթիր կատարվել է եւ դա առաջին հերթին Աբովյանի քաղաքապետի նրա թիմի եւ մարզպետ Արոն Սահակյանի։ Աբովյանցիները պահանջում են վերանայել որոշումը, հաշվի առնել նաև իրենց մտահոգությունը, հակառակ դեպքում կդիմեն կտրուկ միջոցների։